Այսօր պատրաստում ենք էսկիմո, 1 բաժակ ալյուրը խառնել եմ 3 գթալ կակաոյի հետ, որ խմորին ավելացնենք, 1 բաժակ շաքարավազ խմորի համար, առանձնացրել եմ 6 հատ ձվի դեղնուցը սպիտակուցից, 3 հատ դեղնուցը խմորի մեջ պետք է լցնենք, 3 հատ դեղնուցը արդեն կպահենք կրեմի համար։ Կրեմի համը պաղպաղակի համի պետք է նման լինի և դա պայմանավորված է ձվի դեղնուցով։ Պետք է լավ հարել բեզեն, որպեսզի ամանից այն չթափի, ապա քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Միքսերը անհրաժեշտություն չի լինում սպիտակուցից հետո, քանի որ դեղնուցը, ալյուրը, կակաոն արդեն կավելացնենք փայտյա կամ սիլիկոնե գդալիկի միջոցով, որպեսզի սպիտակուցը չնստի։ Ահա տեսեք, շաքարավազից հետո բավական ինքը փրփռուն բարձր բեզե է ստացվել։ Ցանկության դեպքում շաքարավազը կարելի է մի փոքր քիչ լցնել, որպեսզի շատ քաղցր չլինի։ Ահա տեսեք, ես զգուշությամբ ավելացրել եմ դեղնուցը սպիտակուցի հետ, սպիտակուցը բեզեն շարունակում է փրփռուն գեղեցիկ մնալ։ Այժմ կավելացնեմ կակաոն և ալյուրը մաղով անցկացրած։ Ահա շարունակում եմ խառնել, արդեն ալյուրը կակաոն բեզեի հետ, բեզեն վերջինս տանի ուրախությունն ինձ, ասեմ պետք է գազօջախը միացնել և նախապես միացնել, ձևամանը պատրաստել, ինչպես որ ես եմ պատրաստել, ընտրեմ, կլցնեմ արդեն մեջը և կդնեմ եփվելու, ապա կպատրաստենք կրեմը, դա նույնպես մանրամասն ցույց կտամ, հավատացնում եմ, որ շատ հեշտ է։ Արդեն ձևամանի մեջ է լցված, գնում է գազօջախ եփվելու, 220 աստիճան մոտավորապես պետք է զգաք եփվել, լուցկու միջոցով կարելի է օգնել և հասկանալ եփել է թե չէ։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 3 հատ ձվի դեղնուց, ապա կավելացնենք 1 բաժակ շաքարավազ և 2,5 բաժակ կաթ։ Կդնենք մարման ներողություն, մոռացա նաև 2,5 գթալ ալյուր։ Կդնենք մարման կրակին կեփվի, անընդհատ պետք է խառնել։ Երբ զգում ենք, որ եփել է, կավելացնենք վանիլին, ապա կդնենք սառչի, կհարենք կարագով և պատրաստ կլինի մեր կրեմը։ Ընթացքը ցույց կտամ։ Ահա ես բոլոր բաղադրիչները խառնել եմ իրար և կդնեմ այժմ մարման կրակին կեփի, էլի կրկնեմ, որ երբ զգում ենք եփվել է, պնդացել է, անջատում ենք և ավելացնում ենք վանիլին, թողնում ենք լավ սառի, որպեսզի ավելացնենք հարած կարագին, գթալ առ գթալ և միքսերով կհարենք, հարիչով կհարենք։ Հարգելիներս, արդեն պատրաստ է կրեմը, տեսեք, որքան գեղեցիկ, պին, թվում է նաև համեղ, ինչ խոսք, դուք նույնպես կպատրաստեք և կհամոզվեք, թե որքան համեղ կրեմ է լինում, սա էկլերների համար նույնպես շատ համեղ կրեմ է։ Մի փոքր էլ կեփեմ, կավելացնեմ վանիլինի և կանջատեմ։ Մեր գեղեցկուհին նույնպես գրեթե պատրաստ է, մի քանի րոպե էլ կեփվի գազօջախում, բավականին բարձրացել է, թեև ասեմ, որ էսկիմոյի համար այդքան էական չէ, որ շատ բարձր բիսկվիտ լինի, որովհետև կրեմն է շատ կարևոր, որ բարձր գեղեցիկ լինի և գլազուրը։ Այժմ պատրաստենք արդեն գլազուրը, մեզ անհրաժեշտ է 200 գրամ թթվասեր, 3 գթալ կակաո, լավ որակի, 6 գթալ շաքարավազ, միասին խառնում ենք, երբ զգում ենք արդեն իսկ տաքացել է, ավելացնում ենք 1 ճաշիկ գթալ կամ չէ, ավելի ահա կրեմը պատրաստ է արդեն և սենյակային ջերմաստիճանի է տաքությունը, 200 գրամ կարագի հետ կհարենք, կմիացնենք, հետո կավելացնենք մեր բիսկվիթի վրա։ Ստուգենք բիսկվիթի պատրաստ լինելը թե ոչ։ Տեսեք, ամբողջովին պատրաստ է։ Վերջ կարող ենք հանել։
Ահա խառնում ենք իրար 3 գդալ կակաո, 6 գդալ շաքարավազի հետ, խառնում ենք և ավելացնում ենք 200 գրամ թթվասեր։ Երբ զգում ենք արդեն իսկ եփել է, ավելացնում ենք 1 թեյի գդալ ձեթ, փայլի և որպեսզի չճաքճքի, ապահովի փայլը։ Երկար չի եփում, ես ստացվում է անչափ համեղ գլազուր, փորձեք, հաստատ չեք փոշմանի։ Այս գլազուրի կարևորությունը այն է, որ տորթի վրայից չի ցորում, չի փակնում, տարբերություն մյուս գլազուրների, եթե համաչափ չի պատրաստված։ Սա երաշխավորում է, որ հաստատ շատ համեղ է և շատ հեշտ է պատրաստելը, բացի հետ էլ եմ ասում, տորթի վրա շատ գեղեցիկ է լինում և չի փախչում։ Ահա տեսեք, գույնը բավականին արդեն փոխվեց, փայլն ավելացած, ես արդեն ձեթը ավելացրեցի, շատ գեղեցիկ տեսք ունի արդեն, իսկ հոտը ափսոս որ չի լինում փոխանցել, շատ համեղ հոտ ունի, շոկոլադային հագեցած։ Կրեմը արդեն պատրաստ է, արդեն լցրեցի կորժի վրա բիսկվիթի, այժմ կավելացնեմ գլազուրը և վերջնական տեսքը արդեն կցուցադրեմ։ Սա էլ տորթի վերջնական տեսքը, համը ուղղակի անմահական կլինի, ես դա վստահեցնում եմ ձեզ, խնդրեմ։